Բարև սիրելի ակնթիվներ եւ ունգընթիվներ, բարի եկած եք արձականքի 4 եղանակի 3-րդ թրվագին եւ ընդհանրապես մեր 30-րդ էպիզոդին։ Ես ընկերուի Մեղի Ղազարյանն եմ։ Եվ ես ալընկեր Վայքն եմ, բարի եկած եք։ Մեր հետ ունենք այսօր ընկերուի Եղսապետ Ջուլիջանը Washington DC հայտարարի Գրասիմյանին, բարև ընկերուի։ Հարգանքներս ընկերուի եւ ընկեր շատ ուրախ եմ այս առիթին համար։ Շատ ուրախ ենք ձեզ դառնալու, արագ մասանք մենք վարգավա մեջ կնանք ինստիտուտ ներկայացնել գիտնանք հայտարարի ինչ կնեք DC-ի մեջ, ցերտերի ինչ է, արագ մը։ Անշուշտ, ես շատ մեծ բադիվ ունիմ, որ հոս Վաշինգտոնի հայտարարի գրասենյակը աշխատիմ, մոտավորապես իրականությունը պիտի ասեմ հիմա 30 տարի է ի վեր մեծ գծկեն ինձի որ հոս աշխատիմ, որովհետեւ կարողանամ ծառայել մեր քաղաքին եւ իմ կորսս մամուլով քարտուղար է, որ ասել է որ երկու տեսակ դեղագիտությամբ կսպառվի, մեկը ուղղված թեպի օդարկաուտին Այսինքն մամուլին հետ աշխատիլ ներկայացնելու մեր հայկական հարցերը իրենց բացատրելու Արցախյան հարց Հայաստան եւ այլն, բայց մյուս կողմեն եւ նույնչափ կարեւոր բացատրել թե հոս Վաշինգտոնի մեջ ինչ կլագոր մեր քաղաքին, ամերիկահայ քաղաքին, որ ներկայիս մերուգես են 2 միլիոն հայրենիներ ունին հոս Ամերիկայի մեջ եւ նաեւ նույն ադեն աշխարհի շուրջը բացատրել թե հոս ինչ կնենք որ ինչ ցևով ամերիկահայ քաղաքը գնա ընդգրկվել մեր քաղաքական աշխատանքներուն մեջ եւ իրենց քվեներու միջոցով, իրենց հերացայիններու եւ գապ հաստատելով իրենց ուրեմն ընդրված ղեկավարներուն հետ լադիգա տաշնակցային մագարտակի վրա կոնգրես կամ ներգաշական դում կամ լադիգա նահանգի կամ իրենց դեղական մագարտակի վրա ինչպես իրենք գնան աստել քաղաքականությունը ինեբաստ Հայաստանի, ինեբաստ Արցախի, ինեբաստ հայ ժողովրդի արդարության Այո, շատ լավ գասկնանք արդեն մեր կողմնալ Կանադայի մեջ ընդրություններ գլան գոր ներկայիս եւ արդեն գտեցնենք հայտարարի Կանադայի գրասենյակը միշտ ակտիվ է, միշտ կերտանք գործանազան լոբինգի տերնատներու parlamenti մեջ եւ այլն, ուրեմն գասկնանք շատ լավ ձեր գործին եւ կգարձենք որ շատ կարեւոր է։ Մեր այսօրվա նյութը does social media matter anymore վերնակրին դակ է եւ գուզենք ցերել զրուցել ընկերային ցանցերու մասին, AI-ի մասին, տեխնոլոգիայի մասին եւ լուր ընդհանրապես լուր դարազելու ծևերու միջոցներուն, որ այսինքն դարներուն տասկին կփոխվին որ փոփոխության կենթարկվին որ Առաջին հարցումից է ինչպես կարելի է նկարագրել ընկերային ցանցերու թերը 10 տարի առաջ եւ փախտadel ներգայի իրականություններուն հետ Մենք շատ լավ հարցում են գերուի, որովհետեւ իրականության մեջ եթե նայենք մեր social media-ն նայենք ընդհանրապես այս հարթակները շատ ավելի լրատվական բաներու համար էին այդ ժամանակին, բարձրապես լուր փոխանցել, բարձրապես մարդոց տեղյակ պահել եւ այլն։ Եվ հիմա ադիգա այո, լուր կփոխանցվի, ադիգա իր ղարքին, բայց նաեւ միտքեր կփոխվին, այսպես հոսանքներ կստեղծվին social media-ի միջոցով եւ այն դոգոսը, որու միջոցով այսօր ժողովուրդը լադիգա հայերը, լադիգա ընդհանրապես Ամերիկայի ժողովուրդը, ասենք կամ միջազգային ժողովուրդը, որ հետևի social media-ի, որ հետևի այսպես ընկերային ցանցերուն, հստակ է որ թիվերը հսկայական բայթած են Չէ, եւ ադոր միջո եւ գտեսնենք որ եթե ասենք թե 10 տարի առաջ մի 20%, 30% հետևեր social media-ի եւ լուրերը կստանար այդ ընկերային ցանցերեն եւ այլն, հիմա արդեն գսեն որ առնվազն Ամերիկայի մեջ ժողովրդին գեսեն ավելին 55% իրենց լուրերը ընդհանրապես կստանա ընկերային ցանցերու միջոցով։ Եվ ադիգա ցույց կտա թե որքան կարեւոր է որ ամենքնիսալ հայտարարի հանձնախումբը հայերասարտած տաշնակցությունը ամեն մեր գազագերբությունները ըլլան այս հարթակներու մեջ օգտագործեն ադիգա որովհետեւ կարողանանք մեր տեսակետները ամենահստակ ցևով եւ ամենաարագ ցևով ներկայացնել մեր քաղաքին եւ ներգրավել իրենց մասնակցությունը Այո, եւ անշուշտ որովհետեւ ընկերային ցանցերը շատ տարածված են, այսինքն նույնիսկ ես եւ գազեմ ընկերի միանալ միշտ մեր լուրերը գարնենք ընկերային ցանցեր են, թեև թերթեր կգարտանք, մամուլ կգարտանք, բայց նաեւ կգարձեմ որ ընկերային ցանցերուն վրա շատ misinformation կլա, սխալ դերակցություններ կգնանք գտնել Ինչպես կգարձեք գնանք մենք իբրև հայեր ադորտեմ բայթարի երբեմն ազերի խումբեր կամ թուրք խումբեր misinformation campaign-ներ կունենան Ինչպես մենք գնանք ադորտեմ տնել Now, շատ շիրագես, վայք իրականության մեջ այս
դեղեկատվության աշխատանքները, disinformation campaign-ները որ կան, ինչպես որ ասոնք կնան օգտագործվել, որպեսզի ճիշտը իրականությունը ներկայացվի ժողովրդին, նույնպես եւ դժբախտաբար շատ ավելի հաճախ կտեսնենք, որ այսպես սխալ դեղեցություններ, մարդոց մոլորեցնելու դեղեցություններ կօգտագործվին հատկապես բռնադեր կառավարություններու կողմէ, մեջը լալով թրքական կառավարությունը, մեջը լալով Ադրբեջանի կառավարությունը եւ այլ բռնադիրություններ աշխարհի 4 կողմը, որոնք փորձեն որ հիմա ասոր միջոցով փոխել քաղաքականություն, փոխել քաղաքական գեցվածք, փոխել ընդրություններ, ինպաստ իրենց ադիգա շատ հստակ ձևով, այլ շատ այսպես նուրբ միջոցներ օգտագործելով, որպեսզի կարողանան միտքեր փոխել եւ հոս ադիգա ադոր բարակային շատ ուշադիր պետք է լանք, որպեսզի կարողանանք վստահեցնել, որ մեր տեսակետները, ճիշտ տեսակետները, արդարը հստակ լա մեր ժողովրդին։ Եվ հոս երկու բան կա այստեղ։ Մեկը, որ վստահեցնել, որ մեր կարողությունը, որ հասնենք ժողովրդին, լադիգա մեր հայ քաղաքին, լադիգա օդար քաղաքին, լադիգա մեր քաղաքական ղեկավարներուն այդ աշխատանքը ընդլայնվի, որովհետև իրականության մեջ այս ընկերային ցանցերը շատ մեծ գայլություններ գուտան մեզի, այլևս այդ միջնորդը գհանեն, չէ, պետք չունենք մենք վստահելու ասինչ թերթին, ասինչ օդար հարթագին եւ այլն, որպեսզի մեր տեսակետը ներկայացնե, մենք կնանք ստեղծել այդ իրականությունները, չէ։ Ուրեմն պետք է կենտրոնանանք ադոր վրա ընդլայնել մեր հասողականությունը, չէ, our reach այս աշխատանքներուն մեջ եւ ադոր միջոցով ստեղծել այն տեսակի շատ հստակ credibility մեր ժողովրդին մեջ որ գնանք նախ եւ առաջ երբ որ ապա դեղեկատվության աշխատանքներ ըլլան արագ ցևով գոչ ուղենք մեր հետևորդներուն անոնց որոնք կհավատան թե ինչ է ճիշտը ըլլա հայական հարցերու գծով ըլլա դիգա արդարության հարցերու գծով իրենց կորձի ենթարկել որպեսի ճիշտը առաջ տանին եւ նույն ադեն այսպես աշխատակցելով դարբեր հարթակներու հետ աշխատիլ որպեսի անոնք որոնք կփորձեն այս դեղեկատվական աշխատանքները աբորինի միջոցներով բաթերով եւ այլն առաջ տանել անոնց բացահայտել եւ ցույց տալ թե ինչ ծևերով իրենք կփորձեն որ իրենց այս գերձ գեցվածքները իրենց սխալ գեցվածքները առաջ տանելու բավարար թեր չի եղած պետք եղած այդ հետազոտությունները թե ինչ ասոնց բացահայտելու բայց երբեմն հաջող կտեսնենք որ հիմա գամած որ ինչպես կփռնվին որ լա Ադրբեջանի կառավարությունը լա Թուրքիա կառավարությունը իրենց օգտագործում այս աբորինի միջոցներով բաթերու միջոցով ինչպես ասոնք կբացահայտվին որ եւ ադիգա պետք է ամենա line ծևով բաժնենք լա քաղաքական ղեկավարներու հետ լա ընդհանրապես մեր ժողովրդին հետ որպեսզի ուշադիր լան եւ այդ ծուղակներուն մեջ չինան Այո, ես հիմա journalism գուսանիմ համասարան, ուրեմն միշտ մեծ կխոսին ասոր մասին, social media-ի մասին, ինչպես շատ կրնակ սխալ լուրեր դարածվել եւ մեզի բացատրեցին misinformation-ի եւ disinformation-ի տարբերությունը, ուրեմն ով որ չի գիտեր misinformation ասել է մեկը որ լուրը կդարածի եւ չի գիտեր որ սխալ է եւ disinformation ասել է մարդիկ որ լուրը կդարածեն քիտնալով որ մարդոց սխալ օրեն պիտի հաստե ուրեմն Հիմա որ խոսեցանք Ադրբեջանի բաթերու մասին, մենք հիմա Կանադայի մեջ կմոդենանք որ մեր federal ընդրություններուն, so այնպես կրնայք ասել որ քաղաքականության հանդեպ as disinformation-ի հարցը գրնա աստել, ասենք քաղաքականության ոչ միայն հոս կամ Ամերիկա, բայց ասենք ամենտեղ։ Well, շատ շիրակ ես եւ հոստելը գիտեք մեր ներկայությունը այս ցանցերուն մեջ, աստարբեր հարթակներուն մեջ կարևոր է նախ եւ առաջ լուրը դարածելու տեսակետեն, բայց նույն ադեն ասոր մեջը ադոր գողքին պետք է լան հստակ գաբերը, իրական գաբերը որ ունենանք լադիգա բաներու հետ, ժուրնալիստներու հետ, լադիգա դարբեր քաղաքական թեմքերու հետ, որպեսզի կարողանանք այդ
ինչ թուրեր որ գբացվի մեզի համար ասենք թե social media-ի միջոցով, adonk գնանք իրական կորձի տնել այդ անձնական գաբերու միջոցով որ մենք ստեղծած ենք հայտարարի հանձնախումբը ստեղծած է հայերասերտաշնակցությունը ստեղծած է journalist-ներու հետ քաղաքական թեմքերու հետ որբեսի երբ որ աստեսագի disinformation-ի հարցերը լան ամիջապես կարողանանք իրենց լուր տալ բացահայտել թե ինչ է գացությունը եւ աշխատակցելով իրար հետ վստահեցնենք որ adonk պիտի չի կարողանան իսկական միտքի փոփոխություններ առաջ բերել եւ ամենաարագ ձևով adonk բացահայտել ժողովրդին որպես disinformation ինչպես դու նշիր Այո, ես սխալվում քիչ առաջ misinformation-ը բայց գուցե որ իրականության մեջ disinformation-ի մասին խոսի, բայց շատ ճիշտ է եւ աշուշտ գաբերը ստեղծելը միշտ կարեւոր է, որովհետեւ ան մեր նախկին էպիզոդին մեջ խոսեցանք գաբերը ստեղծելու մասին, networking-ի մասին, ինչպես իսկական գաբերն են, որ նաեւ աստեցություն ունեն եւ ոչ միայն ինչ որ մարդիկ կտեսնեն ցանցերում վրա։ Հիմա ատկի անգախ ընկերային ցանցերը ճիշտ ինչպես հիմա գաստեն հայտարին, ինչպես կդարայեն հայտարին directly Well, directly, հայտարի հանձնախումբը իր հստակ ներկայությունը ունի Twitter-ի վրա, Instagram-ի վրա, Facebook-ի վրա, LinkedIn-ի վրա, TikTok-ի վրա չենք, պիտի ասեմ ցեզի երդասարտներուն համար է այո TikTok-ը բայց գիտեք ինչ է մենք պետք է լանք այն ուր որ մեր ժողովուրդն է եւ եթե ադիգա ասել է որ մեր երդասարտության ներկրավելու հայտարի աշխատանքներուն մեջ նաեւ պետք է TikTok-ի վրա լանք գմդատրենք ներկայիս թեպի հոն այդ ճամփան բռնել որովհետեւ իրականությունը մի քանի քայլերը կանցնի այս ամենը չէ նախ եւ առաջ ընկերային հարթակները օգտագործել դերեկացնելու մեր երիտասարդության դերեկացնելու մեր ժողովրդին թե ինչ ծավալով իրենք գնանք մասնակցել այդ հարթակներու միջոցով գաբելու օրինակի համար մեր հայտարարի հանձնախումբը ունի այսպես կոչված rapid responder system-ը սիստեմն է որոնց միջոցով անձեր ամերիկահայեր գնան գապվել իրենց կոնգրեսականներուն հետ դարբեր ընդրված ղեկավարներու հետ մի քանի գոջակներ գողելով ամիջապես գնանք վստահեցնել որ կոնգրեսականներ սենտեմներս ունին 50,000 rapid responder-ներ որոնք երբ որ հարց մլա փանացև մլա նամակ մլա որ ամիջապես մարդիկ պետք է կորձի անցնին կարողանանք իրենց միջոցով նամակ ուղարկել այս տարբեր կոնգրեսականներուն եւ ադոր հիման վրա իրենց զորացությունը առնել so social media-ով դիսկուսիա ասամենը ժողովրդին դերեկացնել որ այսոնք են հարցերը ընդլայնել մեր rapid responder-ի այսպես ընդհանուր ցանցը, չէ, եւ հետո ատկե վերջը այդ rapid responder-ները գապվին իրենց ղեկավար կոնգրեսականներու հետ ընդհանրապես նամակով, երբեմն հեռախոսով, երբեմն Twitter-ի վրա եւ երբեմն ինչպես որ անցյալ շաբաթ տեղի ունեցավ Host Washington-ի մեջ 100-ն ավելի հայտարարի զորակցողներ Post Washington էին եւ մոտավորապես 150 հանդիպումներ ունեցան դարբեր կոնգրեսականներու հետ եւ այլն այս մեր ինեբաստ Արցախի, ինեբաստ Հայաստանի անվտանգության, ինեբաստ հայկական ցեղասպանության ուսուցման դարբեր աշխատանքներու դիսկուսի ասիգա social media-ն իր թերը գխաղա ժողովրդին դերյակ պահելու թե ինչպես իրենք կնան ներկրավել բացատրել ամենաարագ ձևով թե ինչ է ներկայի դերակցությունները ինչ է գացությունը եթե հարված գուկա մեր հագարագործներու կողմէ բացահայտել ադիգա եթե արիթը գա շատ հստակ ձևով փանացև անցնել կամ նամակներ ուղարկել նամակ ուղարկել պատկամ ուղարկել մեր ամերիկյան կառավարության որբեսի ասենք թե դժադեն ռազմական օժանդակություն թեպի Ադրբեջան կամ օրինակի համար պատժամիջոցներու ենթարկեն Ադրբեջանի կառավարությունը իրենց ցեղասպանական արարքներու համար social media միջոցով ամենաարագն է ժողովրդին այդ աշխատանքներու մեջ ներկրավել բայց ներկրավելը այդ իրական աշխատանքը գուկա թեր social media-ի գողքին անց այդ հարաբերություններու միջոցով մեր հայտարարի հանձնախումբերու միջոցով կանադայի հայտարարի հանձնախումբը անշուշտ կօգտագործե իր դարբեր ընկերային հարթակներու վրա միջոցներ որբեսի դերեկացնե կանադայի երիտասարդության կանադայի հայ ժողովրդին թե դարբեր ասենք թե երեսփոխաններու գեցվածքները ինչ են հայական հարցերու գծով բայց
այդ աշխատանքը որ գդարվի այդ կոնգրես այդ դարբեր երեսփոխաններու հետ իրենց հետ հանդիպելու դերակացնելու այս նյութերու գծով պատմությունը բացատրելու թե ճիշտ ինչ են իրականությունները ինչն են քաղաքական գաբերը կանադայի հայաստանի ամերիկայի դարբեր մղիչ ուժերու ինպաստ արցախի ասենք թե ադիգա գուկա սոցիալ մեդիային գանցնի եւ գուկա այդ արորիա անձնական քաղաքական աշխատանքները որ հանձնախումբերը գտանին որ մեր քաղաքականները գտանին կանադայի 4 կողմը ուրեմն կորզիկ մնե ընդհանուր այդ քաղաքական հայտարարի եւ ամերիկա հայ քաղաքի կանադայի հայ քաղաքի քաղաքական հզորացման աշխատանքներուն մեջ Շատ ճիշտ եք Եվ ինչ մարաջ որ խոսեցանք TikTok-ի մասին եւ ասենք որ երիտասարդներուն համար եւ ինչպես կարեկին նշտեն ասածեր որ եթե ուզեք տեսնել ասկիմը աբական պետք է երիտասարդության նայենք հիմա այլևս աս ալգորիթմներուն պատճառով շատ մի երիտասարդներ չեն սիրել 3 երկվարյանեն ավելի նայել post-ը ուրեմն երբ որ ասենք թե գտեսնեն օրինակ կանադայի հայտարարը action alert մեթրած է 3 երկվարյան գնային եւ շատերը նույնիսկ click չեն անել Այսինքն դեսած եմ աչքով ես կանցնին եւ հիմա որ խոսենք որ TikTok-ի վրա Այո, ինձիալ ես որ վիդեո որտեղ journalism մեջ միան քրել է ավիշալը վիդեոն շինել ագա ուրեմն սկիզբեն պետք է հանը գտնենք որ մարդոց պետք է դա կրկրե որտեղ եթե բարձ համը ես որ մեկը միդանցի վրա են ուրեմն Այո, անշուշտ ավելի մեծերը գնան որ հետևիլ, բայց մենք կգարտենք որ երիտասարդության կողմ լուրջ հարց մը գա reach-ի համար մանավանդ լուրերու եւ հայտարարի նվագատմամբ դուք ինչ կգարտեք ավելի երիտասարդության համար արդյոք պետք է TikTok-ի էջ մպանանք պետք է ստրատեգին փոխենք ինչ կգարտեք So հետևյալս նախ եւ առաջ մենք ավելի Instagram-ի վրա եթրանանք որովհետեւ երիտասարդության ավելի հասանելի դառնանք բայց շատ չիտակ գիտեք ես մեծ փախտավորություն ունենք հոս ունենալու ընկեր Գևիս Կաջյանը ընկեր Alex Glitskin եւ ուրիշներ որոնք մեզի հիշեցնեն որ նկարները շատ կարեւոր են տեքստը շատ կարեւոր է բայց այսօր վիդեոն է որ գքերիշխե Եվ ուրեմն հոս է որ հայտարարի հանձնախումբը աշխատի եւ շատ մեծ փախտավորություն ունենք որ մեր գրասենյակեն հատկապես Վաշինգտոնի գրասենյակեն շատ մեծ թիվով երիտասարդներ կան որովհետեւ մեր աշխատանքներում մեկ կարևոր մասը երիտասարդական ծրագիրներ են ինչպես Rising Leaders-ի ծրագիրը որ 4 օրով երիտասարդներ կփերենք University student-ներ հոս Washington DC կամ մեր ամառվա ընթացքին Kasparyan Academy-ն որ high school student-ներ կփերը 16-ին մինչև 18-ը եւ անշուշտ մեր Լիո Սարգսյան ծրագիրը որ 6 շաբաթով ավելի երկար ժամանակի վրա հետազոտական աշխատանք կտանի բայց երբ որ խոսենք մեր rising leader-ներուն հետ երբ որ խոսենք մեր Kasparyan Summer Academy երիտասարդներու հետ իրենք մեզի հիշեցնեն որ այսօր վիդեոն է եւ քերիշխողը եւ ինչպես դուք ասիք 3 երկվարյան 5 երկվարյան 15 երկվարյան եթե չկարողանանք մենք մեր դեսագետները սկսել ավելի գարջ հասկանալի ծևերով առաջ տանին ուրեմն պիտի գործընծնենք շատ մեր ամենակարևոր ուժերեն մեր երիտասարդությունը եւ հոս է որ մենք շատ հբարդ ենք որ հայ երիտասարդաց դաշնակցության ընկերուներուն հետ աշխատենք ցեզի հետ կարող ենք խոսել այսօր եւ սկսել աշխատել որ ալավելի վիդեոներ գրավենք այս վերջին բանին ընթացքին advocacy days-ին ընթացքին եթե նայեք մեր Instagram-ի էջերը, Twitter-ի էջերը եւ այլն գտեսնեք մեր ընկերուները բացատրեն թե a day in the life of a high-tide activist, չէ Washington եկած են գործեն ներկայացնել թե ինչ տեսակ ծևերով աստեցին ամերիկյան քաղաքական դեսագետները հայկական հարցի գծով գարջ վիդեոներու միջոցով մինչև 1 րոպե եւ այլն եւ ժամանակի ընթացքին Ador tebi ador gertan. Avli arak petki havanapar şirçing tebi այդ բանը, բայց ջամփան հստակ է։ Նույնպես մեր արևելյան շրջանի մեջ հայրենիք մեդիան գա, որը սկսած է շատ ավելի ընդհանրացնել վիդեոյի դարբեր դեսագետները, շաբաթական լուրեր դարածել հայերենով եւ անգլերենով այս նյութերու գծով։ Հոս
հայտարարի հանձնախումբը պատրաստ է, գիտեմ Կանադայի հայտարարի հանձնախումբը պատրաստ է, բայց ընդհանուր մեր աշխարհասփյուր հայտարարի ցանցը պատրաստ է երասարտականության հետ աշխատելու, որպեսզի կարողանանք ավելի ընթերնելի դարձնել, ավելի հասկանալի եւ ավելի քրավիչ դարձնել այն աշխատանքները, որովհետեւ գիտենք, որ մեր երասարտությունը հետաքրքրված է, պատրաստ է օժանդակելու, բայց ներքրավման աշխատանքը այդ առաջին քայլը, հատկապես որ առաջ ասենք թե գրավոր պիտի լար, վերջը եղավ ավելի նկարներու միջոցով, հիմա վիդեոն է եւ ադոր վրա է եւ այդ տեսակի կորցիկներն է, որ պետք է օգտագործենք, որպեսզի ներքրավենք մեր ամենազորավոր ուժը։ Ուրեմն հիմա կգնանք աբակային մասին մտածել, ուրեմն կգարձեք, որ աս ընկերային ցանցերը պիտի կոյալևեն, ասենք, ասկե 10 տարի են, որտեվ ովքեր է նորեն ասնեն հարց, եթե աս հարցը չկրվի, թեր աս ընկերային ցանցերուն վրա պիտի պանանանք։ Ընկերային ցանցերը ինչ ծև պիտի առնեն, հավանաբար ներգայի ինչ որ մենք ներգայիս կհասկանանք որպես ընկերային ցանց, նույնը պիտի չլան։ 10 տարի շատ տարբեր պիտի լան, հստակ է որ արհեստական քիրականությունը իր կարևոր թերը պիտի խաղա ադոր մեջ, չէ՞, եւ ուրեմն հարթակները կարելի է դարբեր պիտի լան, բայց աս միջոցը գաբելու անցեր գազագերբություններու գաբելու անցեր ներքրավելու այս direct connection-ը որ գսկդալծվի որ ադիգա պիտի շարունակվի եւ պիտի ընդլայնվի եւ ադիգա բամն է որ մենք պետք է լավ հասկանանք եւ պատրաստ լանք ադոր մեջ հիմա պետք է օգտագործենք այս տեսակի նոր տեխնոլոգիները այս ընկերային ցանցերը ինչպես որ պիտի լան հստակորեն աստված արհեստական քիրականության միջոցով որովհետեւ կարողանանք որպես կորձիկ օգտագործել ներքրավելու ամենամեծ թիվով մեր ժողովուրդը ինեբաստ Հայաստանի հզորացման ինեբաստ հայ ժողովրդի լինելիության որովհետև ի վերջո ադոր ադիգա է որ ներգայիս ամենամեծ հարցականի մեջ չէ այսօր մենք կշարունակենք ցեղասպանությունեն 110 տարի վերջ հայկական ցեղասպանությունը կշարունակվի եւ ադոր ամենացայդուն օրինակը եղավ 2023-ին մեր Արցախի հայաթափման ցեղասպանական արարքներուն որ հոնդերի ունեցան մեր թշնամիները Ադրբեջանի կառավարությունը, Թուրքիո կառավարությունը իրենք գաշխատին ներգայիս Հայաստանը վերացնել աշխարհի քարտեզեն ընդհանրակը ադոր միջոցով հուսան թե ընդհանրապես հայ ժողովուրդը կարողանան բնաճնչել եւ հոսե որ այդ հասկացողությունը մենք որպես հայ ժողովուրդ պետք է հասկանանք եւ օգտագործել ամեն փորձիկ որ մեր ցերկին մեջ կա ներքրավելու ամենալավ ուժերը մեր քաղաքներուն մեջ մեր համայնքներուն մեջ աշխարհի 4 կողմը որովհետեւ վստահեցնենք մեր հայ ժողովրդին հայ ասկին լինելիությունը ադոր մեկ մասը այս ընկերային հարթակներն են որպեսզի կարողանանք հասնել մեր ժողովրդին ներքրավել մեր ժողովրդին եւ ինչ որ ալլա կորձիկը այդ ժամանակին 10 տարի վերջը ինչ որ ալ գոչվի այդ կորձիկները ինչ ծավալ որ աշխատին մեր բարդականությունն է որ կարողանանք ադոնք օգտագործել ամենալավ ծավով որպեսզի կարողանանք հայ ժողովրդին ուժը at 10 միլիոն հայորդի ուժը օգտագործել ինեբաստ մեր լինելիության եւ հզորացման Եվ այո շատ ճիշտ է որ գսեք որ մեր ճշտամիներն են որովհետեւ իսկապես ամեն ինչ կնեն որ Հայաստանը եւ արդեն Արցախը դժբախտաբար մեր հետ չէ բայց Հայաստանը վերացնեն եւ ինչպես ասիք 2023-ի Արցախի ցեղասպանությամբ եւ արդեն բոլոր սոցիալ մեդիայի կամպեյններով որ դարածեն պետք է ցկենք իրենց որ իրենք կրավեն at social media-ի տաշտի մենք պետք է հարաճ լանք ադոր մեջ եւ հիմա ցեզի ուրիշ հարցում ունիմ շատ գտեսնենք ուրեմն influencer-ներու մասին գան երկչույներ որ Eurovision-ի ադեն Հայաստանի կամ Արցախի տրոշակը հական եւ ասանք բաներ դուք ինչ կգարձեք influencer-ներու մասին արդյոք պետք է ավելի influencer-ներ ունենանք հայ թեմքեր որ advocacy գնեն ընկերային ցանցերուն վրա կամ արդյոք ադիգա նույնիսկ աստեցություն ունի կամ ոչ
հստակորեն ասոնք ինֆլուենսերները աստեցություն ունին, որովհետև անոնք հաճախ կհասնին ժողովրդի մը կամ ընդհանուր audience-ի մը, որ մեր այսպես traditional միջոցներով չեն կնար հասնել, չէ։ So եթե գնանք այս նյութերը լա Արցախյան հարցը, լա Հայաստանի անվտանգության հարցը, լա հայկական ցեղասպանության հարցը հասցնել ավելի line audience-ներու, միշտ պատրաստ ենք ադիգա անելու։ Նույն ադեն կգործեմ, որ մենք պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք մեր reach-ը, ինչպես դուք կսեք, ընդլայնենք, չէ։ Եվ հոս է որ ադիգա ժիրաչան աշխատանք կուզե, ադիգա մտածված աշխատանք կուզե, եւ երբ որ ամենամեծ պատկամս կլար մեր հայ երիտասարդ դաշնակցության անդամներուն եւ ամեն մեր հայ գազագերբություններուն, որոնք կսպաղվին շատ իրական կարևոր աշխատանքներով, որ երբ որ այդ աշխատանքները որ գտանին, որ այնքան կարևոր են, միշտ ադոր մեջ ներգրավեն նաեւ շատ հստակորեն այսպես հանրային ցանցերու հստակ plan-ը, որոնց միջոցով կարողանան նաեւ այդ աշխատանքները որ գնեն ոչ միայն իրականացնել, այլ վստահեցնել, որ ամենալայն մասշտաբով կդարածվի թե մեր քաղաքին մեջ եւ աշխարհի 4 կողմը, ոչ միայն որովհետեւ գուզենք, որ գիծվի թե հայ երիտասարդ դաշնակցությունը կամ հայտարարի ինչ լավ գործ գնե եւ այն, adonk երկրորդական են, իրական միտքը հոս այն է, որ ներգրավենք ավելի մեծ թիվով հայեր, ներգրավել նաև տաշնակիցներ, անոնք որոնք կնան աշխատակցիլ ավելի մոտ ձևով մեր հայ քաղաքին հետ, ինեբաստ արդարության, ինեբաստ Հայաստանի հզորացման, ինեբաստ Արցախի արդար լուծման, Արցախի ժողովրդի վերադարձի գծով եւ ընդհանրապես մեր ցայնը ավելի լսելի դարձնել եւ նայել թե մենք ինչպես կգնանք լալ այդ ինֆլուենսերները ավելի երկար ժամանակի վրա, բայց ադիա գուզե consistent աշխատանք, այսինքն գուզե որ ծրագիրը լա, երբ որ մենք կծրագրենք մեր ցերնակները, երբ որ մենք կծրագրենք մեր դարեգան աշխատանքները, ադոր մեջ նաև լա շատ հստակ ընկերային ցանցերու վերաբերյալ հստակ ծրագիրը։ Ուրեմն շատ ես կգարձեմ եւ մերնա որ գարտի որ շատ productive երազելույցը շատ բաներ սորվեցանք social media-ի մասին եւ շատ կարեւոր է այշուշ social media-ի թերը, բայց նաեւ թերը որ մենք կխաղանք մեղրի է ես դասարտի կյանքի մեջ շատ մեծ սեր կխաղա social media-ն, ուրեմն պետք է ցեմը գտնենք որ իրենց լավ ձևով հասնենք, որ լավ լուրերը ստանան եւ ոչ disinformation-ը, անավանտի որ հայ լուրերը գնահատեն որ Այո, ուրեմն շատ շնորհակալ ենք ընկերուհի Եղիսաբեթ, որ արիթը դվիկ մեզի որ ծերը դաս խենտանալիք զրույց ունենանք, հուսանք որ ծեզի համար հաջելի էր Մեծապես հաջելի էր, ընկերվայք այնքան հաջելի էր ընկերուհի մեղվի, ես մեկ բան եւս կուզեի ասել, մեկ պատկան կուզեի անել խնդրեմ, անալ կանադայի երիտասարդները, որոնք հետաքրքրված են հոս Վաշինգտոնի մեջ կարգում մեր ծրագիրներով, ասոնք փացեն մեր կանադայի ընկերուհիներուն, մանավանդ ամառվան ընթացքին մի քանի շատ փախտավոր եղած ենք, որպեսզի ունենանք քանի երիտասարդներ կանադայեն, որ մեր Կասպարյան Summer Academy-ին մասնակցին, Լիո Սարգսյան վարժողական ծրագրին մասնակցին, Rising Leaders-ի մասնակցին եւ հոսե որ գարձեմ որ social media-ն եւ իսկական like on the ground կորձը իրարու հետ կխոսին, որովհետև social media-ի միջոցով կարելի է այս տարբեր ծրագիրներու մասին մարդիկ կսորվին, կլսեն, կհետաքրքրվին, բայց վերջի երբ որ գուքան գուսանք գտեսնեն թե հոս Washington-ի մեջ, ինչպես որ դուք կնեք Ottawa-ի մեջ, ինչպես որ դուք կնեք Montreal-ի մեջ, Toronto-ի մեջ, երբ որ ձեր ընդրված ղեկավարներու հետ, քաղաքական ղեկավարներուն հետ կհանդիպիք, այդ գաբերը որ կստեղծեք, հաճախ այդ իրական ներկայությունը անձնապես հոն ըլլալը, դերակցություն բաժնելը, ծեր երանտը, մանավանդ երիտասարդության երանտը բանի մեջ, երբ որ գետանք եւ դարբեր մեր լոբինգի աշխատանքները գնենք հոս սպիրակդունը եւ գամ կապիտոլին մեջ այնքան աստեցիկ են եւ ասիկա գուզեմ ասել որպես օրինակ մեր հագարագործները երբ որ իրենք լոբիստներ վարձեն գսկամ երբ որ գտեսնենք իրենց Capitol Hill-ի վրա իրենց
ապա դերեկացման աշխատանքները որ գտանին եւ այլն երբ որ իրենց թիմացը տեսնեն երիտասարդներ որոնք կմասնակցին մեր այս ինեբաստ Հայաստանի ինեբաստ Արցախի աշխատանքներուն իրենց համար ադիա ամենամեծ վտանգն է որովհետեւ գիտեն որ հայտադը եւ մեր ասկային իղձերը եւ արդարության բանջը չի վերջանար չի պիտի վերջանա եղսապետներով կամ Արամ Համբարյաններով կամ մեր նախկիններով այլ պիտի նոր սերունդներ կան պատրաստ եւ ամենալավ ձևով ներկայացնելու մեր թադը Արցախի թադը Հայաստանի անվտանգության թադը ցեղասպանության ճանաչման մորցի ճանաչումը այլևս կենտրոնանանք հատուցման աշխատանքներու վրա այդ ներկայությունը չափազանց կարևոր է բայց հաջող ներկրավելու մեր երիտասարդությունը ներկրավելու մեր քաղուտը ընկերային հարթակները social media-ն կարևոր դեր կխաղան եւ ադոր համար է որ պետք է շատ հստակորեն ներկա լանք այս արբեր հարթակներու մեջ միշտ առաջինը որ ճիշտ դերակցությունները փոխանցելու որովհետեւ կարողանանք իջեցնել ապադերակացման աստեցությունը Այո, շատ շնորհակալ ենք եւ գտնադենք ձեր աշխատանքը եւ հայտադի աշխատանքը եւ բոլոր ձեր internship-ներուն եւ ուսանք որ կանադային գտնանք անդամներ բերել ուսանք որ մենք գտնանք մասնակցել Ուր գնանք գտնել դերակցությունները Այո, ուրեմն եթե երթակ anca.org/youth Հոնդերը ընդհանուր ցանկ մգա մեր դարբեր երասարտության ուղված ծրագիրներու so արիտները շատ են եւ վստահ եմ որ գուզենք ընդլայնել ասամենը եւ գուզեմ հրավիրել ցեզի որ անպայման մասնագիտ լակաբակա մեր ծրագիրներում Շատ շնորհակալ ենք բարի շնորհակալ ենք Մերսի շատ եւ կդեսնվենք մեր հաջորդ թվականին